102 միլիոն եվրո Առողջապահության ապահովության համար։ Տեսեք, այդ վարկը դա առողջապահության համակարգի բարեփոխումներ իրականացնելու նպատակով է վերցրած։ Այդ փաթեթավորումը չի, դուք բացեք այդ համաձայնագիրը կարդացեք, իր մեջի գործողությունները կարդացեք ու տեսեք, թե ինչի են ուղղվում այդ վարկերը։ Ընդհանուր, այսինքն նույն հենց եթե կոնկրետ այդ վարկին անդրադառնանք, ապա այդ վարկի տրամադրման պայմանները այնպիսին են, որ մենք պետք է գործողությունը իրականացնենք, այդ բարեփոխումը իրականացվի եւ այդ բարեփոխումը իրականացման պայմաններում նոր այդ վարկը տրամադրվելու է։ Ընդ որում այդ բարեփոխումները կարևոր են, որպեսզի առողջապահության համակարգը ընդհանրապես ավելի լավ գործի, որը կարևոր է համընդհանուր ապահովագրություն։ Չունի այդպիսի ֆինանսական կարողություն, եւ դուք հիմա վերցրել եք։ Չէ, դե ախր տեսեք, մենք պարտքը վերցնում ենք, այդ պարտքը վերցնելուց կարևոր չի այդքան փողը, ինչքան կարևոր է այն մասնագիտական աջակցությունը, որը մենք ստանում ենք օրինակ համաշխարհային բանկի հետ ծրագիր անելուց։ Հիմա ընտրություններից Որովհետև խնդիրներ առաջանան։ Հենց առողջապահության կանխատեսումն այն է, որ ընտրություններից հետո խնդիրներ են առաջանալու եւ ով է կանխատեսում։ կարող է դնել այնքան, ինչքան որ հիմա է։ Առողջապահության ապահովագրության համար նախատեսված գումարներն արդեն սպառվել են։ Դե ես չգիտեմ որտեղից են ասում։ Մենք ունենք բանաձև, որով մենք հիմնադրամին բյուջեից տալիս ենք շահառուների քանակով գումար։ Եվ այդ գումարները տրամադրված են։ Ես այլ տեղեկության մասին չգիտեմ։ Խնդիրներ չեն առաջանալու։ Չէ, ինչ խնդիր պետք է։ Եթե խնդիր առաջանա, հասկանանք այդ խնդիրները ինչ բովանդակություն ունեն, այդ խնդիրները կլուծենք։ Այո, նոր է ներդրվել, կարող է եւ խնդիրներ առաջանան, բայց այս պահին որևէ խնդրի մասին ոչ մեկ չի խոսում։ Մասին է, որ լինելու է, այսպես ասենք, համաֆինանսավորում, կեսը տալու է պետությունը, կեսը թողնվելու է հիվանդի վրա, բայց հիմա, ասենք, ամբողջ ասենք վիրահատության ծախսերը կարող է ոչ թե կարող անում է միայն պետությունը։ Չէ, դե եթե դուք օրենքը կարդացած լինեիք, դուք կտեսնեիք այնտեղ, որ համաֆինանսավորման կտոր հիմա էլ կա, այսինքն կախված ծառայության տեսակից, կախված հիվանդությունից, կախված թե այդ ինչ ձևի բուժում է, այնտեղ կարող է համաֆինանսավորում լինել եւ կարծում եմ, որ դա նորմալ է, որ այդպիսի բան պետք է լինի։ Կան ծառայություններ, որոնք անվճար են ստացվում, այսինքն համաֆինանսավորման գումար չկա։ Ես այդ դետալներին չեմ տիրապետում, թե որ ծառայության համար ինչ համաֆինանսավորում կա, բայց այդ սկզբունքը ինքնին դրված է այդ համակարգի ինքն։ Իսկ թոշակների մասով խնդիրներ կարող են առաջանալ, Ոչ մի որովհետև այս հարցն էլ անընդհատ քննարկվում, որքան սա քարոզ արշավի մի մաս էր կազմում եւ Կներեք, ես բացատրել ենք, որտեղից, այսինքն ցույց ենք տվել, թե որտեղից են այդ գումարների աղբյուրները։ Հիմա երբ որ հարց էին տալիս, իսկ ինչի որոշեցիք թոշակները բարձրացնել ապրիլին եւ մինչեւ այդ չեք բարձրացնում, որովհետեւ մենք 25 թվականի համար ունեինք եկամուտների որոշակի ակնկալիքներ։ Հետո 25 թվականի ավարտին պարզվեց, որ այդ եկամուտները ավելի մեծ են, քան մեր ակնկալիքները։ Դա փոխում է նաև։ Այո, երբ որ տարին ավարտվեց, եւ մենք տեսանք եւ մենք փոխեցինք մեր կանխատեսումը 26 թվականի արդեն եկամուտների հետ կապված, որ դուք չգիտեմ հետևել եք թե չէ, մենք ունենք 30 միլիարդով արդեն ավելացրել ենք եկամուտները այս տարվա պլանավորվածի համեմատ եւ մենք պատրաստվում ենք եւս 10 միլիարդով ավելացնենք։ Դու իհարկե հետագան ցույց կտա կարող է 10 միլիարդով էլ ավելացնենք, հետո ավելի շատ ավելացնենք, բայց եկամուտների հավաքագրման տեմպը տեսնելով մենք որոշեցինք, որ մենք ունենք գումար եւ վերջի տարիներին մեր եկամուտների ավելացումը պետք է արտահայտվի մեր սոցիալական ծախսերի եւ մեր սոցիալական քաղաքականության մեջ։ Իհարկե մենք վերջին տարիներին, երբ որ հնարավորություն ունեցել ենք ճշգրտումներ արել ենք մեր թոշակների օրինակ տրամադրման մեջ, մի մասը քեշբեքով եւ այլն, բայց կարծում ենք, որ արդար է, որ մեր պետության զարգացման պտուղները նաև քաղեն մեր թոշակառուները, որոնք հիմա արդեն
նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր թոշակ են ստանում։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։